Հարությունյան Խաչատուր, Արևշատ համայնքից եմ, ունեմ 8.5 հեկտար կորիզավոր, հիմնականում կարկուտը խփել է, հենց հիմա կարանք իջնել, քանի ծիրանը ծառի վրա է ու քանի դեղցը երևում է, որ հիմնականում բերք չկա, եղած բերքն էլ վնասված։ Այս ամսին էր կարկուտը եղել, մենք այդ օրը նկարահանում էլ իրականացրեցինք, հաջորդ օրը դաշտերով էլ եղանք մի քանի այգիներում, դրանից հետո նախարարն էր եկել, նախարարը վերևի համայնք է եկել, Աբովյան համայնք, ես ներկա եմ եղել, խոստումները շատ անպագորգոր էին, առայժմ ոչինչ չենք տեսել, ոչ մի ակնկալիք այս պահին չունենք էլ արդեն, նենցա որ մենք մեր յուղով կոպիտ ասած պետքա տապակվենք։ Այսինքն խաբել են։ Փաստացի այս պահին տենց է դուրս գալիս, թե հետագայում ինչ կլինի, դա չգիտենք։ Իսկ ինչ են կոնկրետ ասել, որ մինչև այժմ։ Այն առաջարկներ կար, այն առաջարկներն էր, որ եթե մեր համայնքում տարին 15-20 տարին մեկ է լինում նմանատիպ կարկուտ, ես ընդհանրապես չեմ հիշում իհարկե, ասում են կարկտապաշտպան ցանցեր տանք, մի մասը վարկի դուք արեք, մի մասը մենք, մեծ մասը իրանք կանեն, այդ խոսակցություններն էլ փակվեց, բայց էդ էլ մեզ այսօր լավ տարբերակ չի մեր համար, քանի որ մենք հերիք չի մեր ունեցած վարկերը չենք կարողանում փակենք, մի հատ էլ մտածենք դրա մասին, այդ վարկերը ոնց ենք փակելու։ Իսկ նյութական աջակցության մասին ինչ խոսք եղել է, ընդհանրապես, այսինքն ինչ ասեմ տղերք, ոչ մի բան փաստացի այսօր չկա։ Ձեզ ավելի հաճախ ենք տեսնում, քան թե կառավարության ներկայացուցիչներից որևիցե մեկի։ Մեր Արտաշատ համայնքից են եկել, զրուցել ենք, իրենք ասեցին կներկայացնենք, մինչ այսօր չգիտենք ով է ներկայացրել, ինչ են ներկայացրել, ինչքանով են ներկայացրել։ Դուք մոտավորապես ինչքան վնաս եք կրել, հաշվի առնելով, որ նման մեծ այգի կա հեկտարներով։ Մոտավորապես մի 25-ից 30 միլիոն դրամ։ Ես անցած անգամ էլ շեշտեցի, կարող եմ հենց հիմա էլ բացել իմ հեռախոսով ցույց տալ իմ վարկերի քանակը, չգիտեմ ոնց եմ փակելու։ Մնացել եք միայնակ դուք ձեր խնդիրներով։ Հա, ես ինքս ինձանով։ Ինչ խոսք ունեք որպես բնակիչ այ առիթը օգտագործելով դիմելու Ուղղակի լավ ժամի չեք եկել, բոլորը իրանց աշխատանքներով են ընկած, թե չէ մենակ ես չէի լինի էլի։ Մեր խոսքը այնա, որ կանգնեն ժողովրդի կողքին, ընդամենը այդքան բան, ուրիշ ինչ ասեմ։ Խոսքերով չլինի էլի, այսօր եկան տեսան, վերջ, մի քիչ սառավ, մոռացվավ։ Էտա։ Ավելի շատ ես հավատում եմ մեր համայնքի, Արտաշատ համայնքի ղեկավարին, որ եկել է մեր հետ զրուցել է, իր խոսքերին, քան թե մնացածին, որ իրանցից ավելի շատ սպասելիք ունեմ, քան թե ավելի բարձրաստիճան կոնկրետ կառավարությանն է վերաբերվում։ Այս պահին մենք գտնվում ենք իմ այգում, կարող ենք մոտենալ, ես ցանկացած պատահական դեղցի ցոգը խաղեմ։ Նայ, կարող եք նկարել տղեկ։ Տեսեք, էսի դե վերևներին որ խաղեմ ինչ որտեղ հասկանալի է, եկեք տակի ճղերից փոկեմ, տեսեք, նույն վիճակն է, ինչ դեղցի մասին է խոսքը, ապրանքային ոչ մի տեսք չունի։ Կարող ենք մոտենալ ձեր ցանկությամբ որ ծառին կուզեք մոտենանք իմ են հարևանությամբ գտնվող մյուս դաշտը, այնտեղ Սև Սալորի մասին ընդհանրապես խոսք չկա, գոյություն չունի, քանի որ ավելի նուրբ է։ Պատկերացնեք ինչ է լինելու, կարկուտի խփածները տեղը կա, ինչ է լինելու ասեք։ Ամբողջը նույն վիճակն է, ճյուղը իջացնում ես ներքև, տակից։ Այսինքն վերջին տարբերակը գործարանին հանձնելն է լինելու, հա։ Գործարանին հանձնելն է լինելու, քանի որ կոնկրետ մեր գյուղում, մեր համայնքում վաճառքի բերք գրեթե չկա։ Տակի ճղերից մի երկու հատ պոկված լինելը, հայք, նույն վիճակը ինչ է լինելու։ Ընդամենը իմ խնդրանքը կլինի կառավարությանը, որ
աջակցեն ժողովրդին։ Միայն խոսքի իմ մասին չի, մեր ամբողջ համայնքը, մեր կողքի գյուղերը նույն վիճակն է։ Աբովյան համայնքում ծիրանը հենց հիմա եկել են որ քաղեն, ծիրան արտահանողները չեն կարող ծիրան ընտրել, որ արտահանեն։ Վատ ծիրանի պատճառով լավ ծիրանի գինն էլ անգնում։ Կարանք մոտենալ հենա ծիրանի ծառկա, ծիրան։ Իջացնում ենք վերևից։ Այս ծիրանը ինչ է տանեն, ինչ է արտահանեն այս ծիրանի։ Արտահանողներին էլ մեղադրելու չի։ Այս ծիրանի ինչ է արտահանել։ Որ ցանկացած ծիրանը ուզում եք փոկել։ Չկա։ Չեն արտահանում։ Նման կարգի վատ որակի ապրանք չեն արտահանում։ Ինչա լինելու սրա վերջը գոնե մթերման կետերը նորմալ գնով ընդունեն, որ ժողովուրդը կարողանա իր հոգսերը առօրյա գոնե փակի։ Այս sense թափելու են։ Մեր համայնքում, Աբովյան համայնքում, Նշավան համայնքում, ներքևի գյուղերը նույնպես, այսինչ ժողովուրդը թափելու է տակը։ Այն վիճակն է, որ ժողովուրդը թույները պարտքով վերցրել են, պարտքով ապրել են ու արդեն չեն էլ ուզում շարունակեն, ոնց որ ես հիմա չեմ ուզում ծախս անեմ իմ դաշտին, սրսկեմ։ Եթե աջակցության մասին է խոսում, հա, փոխհատուցում ֆինանսական, ինչքան գումարի մասին է օրինակ։ Ես արդեն 9 միլիոն ծախսել եմ, ես չգիտեմ 9 միլիոն է ժողովրդին ոնց կտան կոնկրետ եթե բաժանենք հեկտարով, հույս էլ չունենք արդեն այս կառավարությունից։ Կաթողիկոս են փոխում, ինչ են անում։ Երևի դա ավելի կարևոր է, գյուղացին անտեսված վիճակում է։